Պարոն Դանիելյան, այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի քանի անգամ կրկնեց մսով խաշլամայի, մսով ճաշ ուտելու օրինակները, նա ասում էր, որ կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում, եթե այս միջավայրում ես ապրում, ցեխակոլոր փողոցներ եւ այլն, քո բարեկեցությունը, այնքանով ես դու բարեկեցիկ ապրում, ինչքան Պլուտոնը հեռու է արևից, էլի, մոտավորապես այս օրինակներ բերում, դուք բարեկեցիկ ապրում եք, թե չէ, ընդհանրապես ինչ հասկացաք Փաշինյանի այդ համեմատություններից։ Ինձ համար շատ տարօրինակ է նման արտահայտություններ լսել, մարդը բարեկեցիկ ապրելու իրավունք ունի, պահանջ ունի, եւ քանի գնում սոցիալական խնդիրներն ավելանում է, մարդը սկսում է ճառեր ասել, մսով ճաշ չի կարելի, այս չի կարելի, այն չի կարելի, ես զարմանում եմ, էլի, ասենք, ոնց կարելի է վարչապետի աթոռը զբաղեցնել եւ մարդկանց նման բաներ կոչ, ինքը, չգիտեմ, ինչ որ մի հատ հիվանդություն կա, էլի, ես չեմ կարող ախտորոշեմ այդ որն է, որ մարդը իրան համարում է միսիա, ինքը համարում է, որ եկել է, ինքը հատուկ առաքելությամբ է եկել, ինքը Աստված ընտրյալ է, եւ ինքը պետք է որոշի ով ինչ ուտի, ով ինչ խմի, ինչ քշի, ինչ կյանքով ապրի, չգիտեմ, ում հետ հարաբերվի, ես այն անգամ էլ ասեցի, էլի, քիչ ամնում, ասենք, բան անի, այդ հոգևորականի հագուստը հագնի, մի հատ էլ պատարակ մատուցի, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Այնինքն մարդը կոնկրետ թեմայից շեղվում է, մարդը հասարակությանը շեղվում է այն կարևոր մարտահրավերներից, որ մեր պետության առաջ կանգնած է։ Այն օրը, որ օրինակ Սյունիքում կրակում են, որ ասում նպատակային չեն կրակում, ինչ մի հատ տենց արտահայտություն է, չէ, իրան թույլ տալիս։ Այդ նպատակայինը որն է, եթե կոնկրետ կրակում են մարդկանց տների վրա, այդ անցքերը կա մարդկանց լուսամուտի, տների վրա, այդ անցքերը որ կա, ասենք որ մարդ չի, Աստված բոլորին առողջություն եւ կյանք տա, ասենք բախտի բերմամբ Աստծո զորությամբ մարդ չի դուժել, ասենք դրանից, ինչ անպայման պետք է մարդ դուժեր դրանից, անպայման պետք է զոհեր լինեին, հենց չի որ դա չի լինում, բայց երջանիկ պատահականությամբ մարդ չի մահացել, բայց կոնկրետ այդ ուրեմն դրա այդ պատշգամբները, այդ հետքերը կան, մեկ էլ կար ստե իրանց պատգամավորներից, ասում է, դե մարախ ուղալնում, ասում է կրակում են, մեկ ասում է, դե մեկու մեջ կրակում են, մեկն ասում է չեն կրակում, իրանք էլ չեն կողմնորոշվում ինչ ասեն, այսինքն փորձել ամեն կերպ արդարացնել Ադրբեջանի ապակառուցողական բանը, իրենք այս ոճի մեջ են, էլի, այս բանի մեջ են, որ ասել են խաղաղություն, ուզում են ամեն ինչ սղացնել այդ խաղաղության քողի տակ, էլի, ասել են խաղաղություն, ժողովուրդ ջան, խաղաղություն է, այս է խաղաղություն, այն որ կրակում են, այդ ձեր համար են կրակում, այդ կրակում են, որ լավ լինի, դուք զգոնել եք, հանկարծ բան չլինի, աղոթ են կրակում, համառախուղա կրակում են, բանի տեղ մի դրեք, ասենք որ հանկարծ զոհեր լինի, ոչինչ, խնդիր չկա խաղաղություն է, ինչ բան է, մի հատ նախագահ էլ կա, դաշնամուր նվագող, ասում էր, ինչքան էլ մեր վրա կրակ են, մենք մեր օրակարգից չենք շեղվում, այսինքն տարածքներ են վերցնում, մենք մեր օրակարգից չենք շեղվում, կրակում են, իրանք իրանց դաշնամուրն են նվագում, ասենք, այնտեղ զոհեր կան, դե մենք մեր օրակարգից չենք շեղվում, բա ո՞րն է ձեր խաղաղությունը, բթեցման քաղաքականությունը, որ ուզում եք ամեն կերպ, ասենք ձեր կարճ խելքով փորձել մարդկանց տրամադրել, որ ամեն ինչ նորմալ է այս երկրում, խնդիրներ չկա, տավուշում ականազերծման աշխատանքներ չեն անում, այսօր թշնամու առաջ թիկունքը բացում են, ականազերծման աշխատանքներ են կատարում, ասենք Ադրբեջանը առաջնագիծը հերթով վերցնելով, իր տարածքները ընդլայնելով, պաշտպանական իր համակարգը եռաշերտ, քառաշերտ դարձնելով, սրանք էլ մի հատ պատ են սարքում ու ամբողջ իրանց կուսակցությունով, ամբողջ թիմով հրճվում, ուրախանում, երջանկանում, այդ գիրանցում այդ 20 մետրանոց պատը որ կա, ասում է այդ մեր ամենամեծ ձեռքբերումը, նորանկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումն է այդ պատը 20 մետրանոց